Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-521 եւ հայաստանյան 060 3511 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել են բնապահպան իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապան ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Դուլգարյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Պարոն Դուլգարյան, սրանից մի 10 օր առաջ ենք հանդիպել, փաստորեն հուլիսի 17-ին Ստեփանավանում պետք էր լսումներ կայանային, ոչ հանքին կարգախոսով, եւ դուք այստեղ եք ներկայացրեցիք իրավիճակը առաջի լսումներից հետո։ Ինչ է տեղի ունեցել առաջի լսումների ժամանակ, ինչ է տեղի ունեցել երկրորդի ժամանակ, ինչ եք պատրաստվում անել։ Հիմա եկեք փորձենք ամփոփել հասկանալ, որտեղ համացանցում ամեն դեպքում հուլիսի 17-ի այդ լսումները լուսաբանվում էին եւ բավականին եղել են լարված, որտեղ կարծիքները եղել են երկուսը։ Բնակչության մի մասը, ովքեր ժամանակին աշխատել են ոսկու հանքերում, պնդում էին, որ աշխատատեղերը պետք է հանքերը բացվեն, մյուս մասը, որ պարզապես Ստեփանավանը պատկերացնում է որպես էկոլոգիապես մաքուր տարածք, նա դեմ էր այդ հանքերի բացմանը։ Հիմա հասկանանք ինչ է կատարում եւ ընդհանրապես փորձենք հասկանալ նաեւ այն իշխանությունը 8 տարիների ընթացքում որ կար։ Ընդհանրապես հանքարդյունաբերության հետ կապված ինչ խնդիրներ է լուծել եւ հիմա փաստորեն այդ նույն իշխանությունը վերընտրվելու է եւ 2026 թվականին ինչ ակնկալենք։ Սկսեմ Ստեփանավանից, որ Ստեփանավանում լսումները եղան շատ բուրըն, շատ քաղաքացիներ են, հավաքվել Ստեփանավանում լսումների օրը։ Դե բնական է, որովհետեւ մարդիկ նոր էին իմացել, որ հանրային լսումներ են, այսինքն նախատեսում են այնտեղ երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել, զրկված էին այդ իրավունքից, եթե ուղիղ ասենք, մասնակցելու, իրենց ձայնը արտահայտելու եւ դրա համար հասկացել են, որ մնացել է միակ վերջին լսումն է, մարդիկ համախմբվել էին իրենց կարծիքը արտահայտելու, շատ կարեւոր է նշել, որ կային շատ ստեփանավանցիներ, այդ մի խումբ, ու նրանց մեջ շատ էին երիտասարդները նաեւ, կային ակտիվ քաղաքացիներ Հայաստանի տարբեր համայնքներից, բոլոր այն համայնքներից, որոնք որ ոչ թե ուղակի մարդիկ են, որ գնում են, ասենց մասնակցում են տարբեր տեղ, այլ մարդիկ, ովքեր իրենց համայնքներում եւս պայքարել են, այսինքն իրենց գլխով անցել է, իրենք սոլիդարությունից եկել էին աջակցել, դա մի խումբ էր, եւ շատ կարեւոր մի հատ ուրիշ խումբ կար, ու դա 1-2 հոգի չէին, այսինքն գոնե մինչև մոտ 10 հոգի, դա շատ կարևոր խումբ է։ Դա մարդիկ են, ովքեր որ Երևանից տեղափոխվել են, ապրում են Ստեփանավանում, այնտեղ տներ են արել, որպես բնակիչ են ապրում, որպես զբոսաշրջության ոլորտում աշխատող են ապրում։ Դա շատ մեծ ձեռքբերում է, որովհետև Հայաստանում քանի համայնք կա, որ Երևանից ներգաղթ կա դեպի մարզեր, չկա, չէ՞ համարյա, շատ քիչ են։ Շատ եզակի ու կարևոր խումբ էր, եւ շատ հստակ էր, որ երբ որ հանրային լսման դեմ մասնակիցները մտան դահլիճ Ստեփանավանում, տեսան, որ ամբողջ նստատեղերը արդեն գրաված են, այսինքն նախապես բերել են մարդկանց նստեցրել, որպեսզի դեմ արտահայտվող մարդիկ կանգնած մնան, այսինքն տեղ չունենան նույնիսկ, այսպես ասած, այնտեղ ինչ որ բան ասելու, բայց դա հակառակ էֆեկտը տվեց, այդ ամբողջ զանգվածը մարդիկ կանգնեցին դեմը, այսինքն նախաձեռնողների դեմը, շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչների դեմը եւ սկսեցին իրենց պահանջները ներկայացնել, պահանջները նաեւ ուղեկցվել են վանկարկումներով, պետք է նշեմ, որ նաեւ մյուս ձևի վանկարկումներ էին նշվում, այսինքն ընկերության աշխատակիցները կամ կողմնակիցները նախկին աշխատակից երբեմն փորձում են վանկարկել սագամար, այսինքն ընկերության անունը տալ, բայց քանի որ նրանք քիչ էին, իրենց ձայնը այսպես ասած չէր լսվում, երևի թե Հայաստանը եզակի երկրներից է, երբ որ համայնքում ընկերության անունն են, ասենց բարձրացնում, այսինքն գովազդ է դառնում, դա Հայաստանում, որտեվ ես փորձեցի նայել տարբեր երկրներում, ինչպես են դիմակայում քաղաքացիները եւ ասենք, տվյալ դեպքում դիմակայություն ընկերության հետ չէր։
տվյալ դեպքում դիմակայությունը առաջինը տեղական իշխանությունը, որը առանց իրենց garanտ ժողովրդի գնացել է գործարքի, այսպես ասած, եւ պայմանավորվել է, այսինքն փաստացի որոշում կայացրել մինչև հանրային լսումները, ընկերությունը, ես ընկերությանը այստեղ զոհ եմ համարում, որովհետեւ ընկերությունը 15 միլիոն ըստ համայնքապետի մինչև այդ process-ները գումար է փոխանցել, որ այդ թույլտվությունը ստանա համայնքին։ Ինքը իրականում զոհ է։ Այսինքն եթե տեսանկյունից վերցնես որպես բիզնեսի, ինքը զոհ է, ես չգիտեմ դա ուր կհասնի, բայց եթե օրինակ շրջակա միջավայրի նախարարությունը չգնա այդ քայլին, չլեգիտիմացնի տեղական իշխանության անօրինականությունը, ապա կստացվի, որ տվյալ ընկերությանը գցել են կոպիտ ասած, բայց դե ժողովուրդը այստեղ ինչ կապ ունի, այսինքն ժողովուրդը պետք է իր կարծիքը, այսպես ասած, արտահայտի, շատ կարևոր է, որ այնտեղ շատ հստակ էր դիրքորոշում, մենք հետո տեղափոխվեցինք բոլորովս Ուրասարում կային էլի կողմնակիցներ, որոնք որ էլի ընկերության աշխատակիցներ են կամ եղել են, միգուցե նաև եղել են բնակիչներ, որոնք որ ուղղակի կողմ էին, բայց ոչ աշխատակից էին, ոչ ներկա, ոչ նախին, միգուցե, բայց շատ կարևոր է ընդգծել, որ Ուրասար չեմ կներեք, Արմանիսում կար բնակիչների խումբ, որոնք դեմ էին, որոնք չէին գալիս լսումների, հետո մենք գնացինք, խնդրեցինք, ասացինք, եկեք լսումներ, ինչու եք վախում, մենք այստեղ կանգնացինք, նրանցից մի քանի հոգի եկան եւ խոսք ուզեցին լսումների ժամանակ, իրենց խոսք չտվին, երևի հասկացան, որ իրանք պիտի դեմ խոսան, թողեցին նորից գնացին այդ մարդիկ, այսինքն մի այնպիսի մթնոլորտ է ստեղծված, որ այնտեղ դեմ մարդիկ չեն կարում, հա, արտահայտվեն, հետո գնացինք Ուրասարում տեղի համայնքի բնակիչներից երևի 5-6 հոգի էին, որ ներկա էին, ոչ ավել, վարչական ղեկավարով եւ այլն միգուցե 7 հոգի, եւ տեղի բնակիչները, այդ ովքեր հավաքված են, էլի երևում էր, որ նախկին եւ աշխատողներ միգուցե են կամ ապագա ինչ որ խոստացած մարդիկ ում խոստացել են կամ ասում են աշխատատեղ կլ կամ հույս ունեն եւ գյուղը չէր մասնակցում մեծ հաշվով գյուղը չկար մինչեւ 6-7-10 հոգի թող ամենա գյուղացիներ ասենց ինչ որ փոքրիքում եւ շահագրգիռ այլ հանրություն Ստեփանավանից եւ այլ վայրերից այսինքն ըստ էության Ուրասարը չի մասնակցել այդ օրվա լսումներին եւ հատկանշական է որ բոլոր այն կողմնակիցները որոնք պնդում էին որ չէ հանքը պետք է հասնենք օրինակի համար նու այդ թույլտվությունը պետք է տրվի իրենց ամենամեծ հույսը այն էր որ աշխատատեղեր պետք է ստեղծվեն, հա, այսինքն պետք է աշխատատեղերը ստեղծվեն, այնինչ հա, հետո քաղաքացիներից ասացին ընկերության, դե ասեք, քանի աշխատատեղեր կստեղծելու, ընկերության ներկայացուցիչները ներկայացրին, որ մինչև տենց 15 աշխատատեղեր նախատեսում, 5 երկրաքիմիկոս, այնտեղ երկրաֆիզիկոս, նեղ մասնագիտություններ եւ մի երկու հատ ասենք, չգիտեմ, հա, տրակտորի վարորդ կամ ուղղակի վարորդ։ Այսինքն մարդկանց, այսպես ասած, մարդիկ գալիս են կամ մարդկանց համախմբում բերում են, որ ահա աշխատատեղ է լինելու, հա, ասենց ասած, բայց հետո որ աշխատատեղ չկա էլի, այսինքն եւ այստեղ շատ արդարացի է Ստեփանավանցիների, հա, այն պնդումը, որ այս պահին այլընտրանքային զարգացման կանաչ տնտեսության միջոցներով Ստեփանավանում ահագին մարդիկ են ապրում, հա, այսպես ասած, աշխատում։ Եվ փոխարենը, օրինակ նույն Արմանիսում կամ նույն Ուրասարում այլընտրանքային զարգացման միջոցներ ներդնեն, տեղական իշխանությունները գնում են այլ հա, ասենց տեսլականով, որը հակասում է իրենց իսկ կողմից մշակված համայնքի հնգամյա զարգացման ծրագրերին եւ ստացվում է այնպես իր համայնքները իր չարածը փորձում են փակել ինչ որ չգիտեմ հա բիզնես գործունեությամբ որը իրենք չեն գեներացնում այսինքն եթե դու համայնք ես զբաղվում ես համայնքային զարգացման գործընթացներով պատասխանատվություն ես կրում քաղաքականությունից դու պիտի խթանող ինչ որ բաներ սարքես ստեղծես որպեսզի այլ աշխատատեղեր ստեղծվեն հա այսինքն տվյալ համայնքում լավ օրինակ եմ ասում բացեցին հանքը օրինակ մարդիկ գնացին մի 200-300 հոգի գնացին օրինակ աշխատում են լավ մնացածը ինչ են անելու այսինքն թիմը պետք է
կոնկրետ խթանի, հա, ինչով կարա թիմը խթանի այնտեղ, հա, աշխատատեղերի ստեղծումը, դա խթանելով զբոսաշրջությունը, խթանելով գյուղատնտեսությունը, թեթև արդյունաբերությունը եւ այլ, ասենք, տնտեսության ճյուղեր։ Բայց ոչ հանքարդյունաբերությունը։ Դե եթե օրինակի համար այդ տվյալ ձևով աշխատանքներ տարվեն ու աշխատատեղեր ստեղծվեն, չեն բերի իրենց չարածը փորձեն, ասենք, օրինակ հանքարդյունաբերությամբ, հա, փակել էկոլոգիական օազիսում։ Ես երեք մի հատ ստատուս կարդացի, այդպիսի ստատուս էր գրած, ասում էր, իհարկե դժվար է, հա, արտաբերել, բայց ոնց որ ասում է, դե այն մարդը, որ մտածում է, որ Ստեփանավանում պիտի հանքավայր լինի, դա նորմալ չի, էլի չեմ ուզում արտաբերեմ, այսինքն դա նորմալ դուրս է, որովհետև ամեն դեպքում դա այն օազիսն է, այսպես ասած, հետնել լոռու տարածաշրջանում։ Մի փոքրիկ օազիսներ են սենց մնացել, որտեղ հանքարդյունաբերություն չկա, որտեղ որ մարդիկ գալիս են, տուն են առնում, տուն են կառուցում, զբոսաշրջությամբ են զբաղվում, տնտեսություն են կառուցում։ Ստեղ մենք շատ մեծ խնդիր ունենք, նախ տեղական էկոլոգիական կամ սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունների բացակայությունը եւ պետական քաղաքականությունը, տնտեսական տարանջատման քաղաքականությունը։ Այսինքն, երբ որ դուք օրինակ ասում եք անցում կատարեմ ձեր երկրորդ հարցին, ինչն է փոխվել այս տարիների ընթացքում, ես կարող եմ մի քանի բան ասել, որոնք որ փոխվել են, վերանայվել է շրջակա միջավայրի ազդեցության գնահատման օրենքը, փոփոխություններ են կայացվել համայնքներին, այսինքն համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին, տրվել է լիազորություն, իդեմս ավականու, տալ համաձայնություն կամ չտալ համաձայնություն գործունեությանը, քանի գնում է տեսնում ենք, որ ավականին թիմերը այդ օրենքը սկսում են օգտագործել ըստ իրենց նպատակահարմարության, լղոզված օրենք է, որովհետև գրված է, որ երբ որ համայնքի ավականին տալիս է իր համաձայնությունը, ինքը պետք է դա հիմնավորի։ Ու գրած չէ այդ հիմնավորումը ոնց պետք է։ Այսինքն օրինակ վերցնենք սենց կարող է միտեղ բնակավայրում ինչ որ լսում տեղի ունեցավ, համայնքի բնակիչները դեմ արտահայտվեցին, ավականին գա կողմ քվեարկի ու ասի դե գիտեք ինչա, հիմնավորում բերի։ Այն մարդիկ լավ չեն հասկանում, այսինքն չգիտեմ, կրթությունը պակաս է այն մարդկանց։ Դրա համար մենք հիմնավորում ենք, որ սա մեզ պետք է, այսինքն լղոզված է, հստակ չի եւ հիմա դա չարաշահում են տեղական իշխանությունները։ Բազմաթիվ մենք այս պահին ունենք համայնքներ, որտեղ որ ավականին կայացրել է որոշումներ, որոնք հակասում են արտահայտված կարծիքին։ Հիմա օրինակը բերեմ, թարմ, այս տարվա մարտին առչուտում լսումներ էին, հավաքվել էին, հա, բազմություն մարդկանց, գրեթե ամբողջ գյուղը եւ կողքի նաեւ Վանաձորից բնակավայրից, որտեղ դրված էր երկու լսում, մեկը գործող հանքավայրի տարածքների ընդլայնում, մեկը ֆաբրիկայի եւ պոչամբարի ընդլայնում ու զարգացում։ Երկուսին էլ համայնքի բնակիչները դեմ են արտահայտվել, բայց քանի որ այդ այսպես ասեմ, հա, շատ էր այդ դեմը, տեղական իշխանությունը ավականին մի հարցով դեմ է քվեարկել, երբ որ որոշում էր կայացել, մյուս հարցով կողմ է քվեարկել, որ համայնքի բնակիչները կարծես թե մյուս հարցին կողմ են, բայց այդպիսի բան չի եղել, էլ, այսինքն բոլոր նախագծերին դեմ էին։ Մենք ունենք այսպիսի անցյալ տարվա քարաբերդ է, էլի լսումներին բոլորը դեմ էին, սակայն ավականին կողմ է քվեարկել։ Մենք այս տարի ունենք այնպիսի իրազեկման բաղադրիչը տվյալ օրենքի, լրիվ չի գործում։ Այսինքն մենք ունենք լսումներ, այս պահին հա մի քանի հատ լսումներ Վայքում, Լորիում անցել են, բնակիչները տեղյակ չեն։ Օրենքը ինքը ավելի է վատացել։ Այսինքն ինքը ստեղծել է հնարավորություն, որպեսզի տեղական իշխանությունները այսենց ինչպես Ստեփանավանում եկար նախաձեռնող ջան, փողերը դրու, գծի բյուջեն, ես քեզ համաձայնություն կտամ։ Սենց սուսիկ փուսիկ հանրային լսումներ անցկացրինք, համայնքի ավականին էլ համաձայնություն տվեց։ Այսինքն մեռավ տեղական ժողովրդավարությունը։ Օրենքը եւ լսումները 4-ից դարձել են 2։ Այսինքն մի հատ նախնական լսումն է, այդ որ օրինակ ծածկադմփոցով կամ չգիտեմ, լավ վատ իրազեկված ձևով անցավ, մեկ էլ նախարարությունն է գալիս ու վերջ։ Իսկ այն ժամանակ օրենքը վատն էր թեկուզ եւ էլի շատ վատ էր, բայց 4 հատ լսում էր։ Օրինակ եթե վերցնենք մենք
Կարմիր սարի դեպքերը, դա 2023-24 թվականին հին օրենքով էր դերևս լսումները իրականացվում, 3 հատ լսում, այլ երրորդ լսման ժամանակ են համայնքի բնակիչները իմացել, որ այդպիսի գործունեություն է նախատեսվում։ Այսինքն լսումների քանակը թույլ է տալիս, որպեսզի ավելի լայն հանրություն է դա ժամանակ լինի իրազեկման համար։ Այո։ Եվ այսինքն այդ առումով մենք կարող ենք արձանագրել, որ մի հատ վատ բան է տեղ ունեցել։ Մենք ունենք ուրեմն ինչ իրականություն, որ Հայաստանում խոշոր հանքարդյունաբերական ընկերությունները իրենց որոշակի մասնաբաժիններ փոխանցել են պետությանը, այսինքն մի փոփոխությունը դա է։ Մենք նաև կարող ենք զուգահեռներ անցկացնել այդ փոփոխության եւ Հայաստանում սլափների, աճի հետ, երբ որ օրինակ մարդու դեմ դատական հայց է ներկայացում իր արտահայտած մտքերի համար, եթե օրինակ մինչև տվյալ գործընթացները երբ պետությանը որոշակի ակտիվներ են անցել, այսինքն հիմնականում հայցերը մեկ ընկերությունից էին, այս պահին, այսինքն այդ քաղաքականությունը մտնելուց հետո հայցեր ներկայացնող ընկերությունների շարքը մեծացել, կամ 4-ն է, կամ 5-ն է, եւ եթե դա չկասեցվի, իսկ դա այս պահին փորձ է արվում կասեցնել, որովհետեւ ամբողջ աշխարհը տեսնում է միջազգային կազմակերպությունները, Հայաստանի գործընկերները, Հայաստանի նաեւ համապատասխան գերատեսչությունները, արդարադատության նախարարությունը, որ խնդրահարույց է այդ ամեն ինչը եւ այդ հայցերը բերում են նրան, որ համայնքներում բնակիչները սկսում են քիչ խոսել կամ վախից լռել, էլի։ Թե բնակիչները ինչի չեն խոսում, կխոսենք կարճատև գովազդային դադարից հետո, պարոն Դոլգարյան։ Հարգելի հայրենակիցներ, գովազդներ եթերում, որից հետո կշարունակենք մեր զրույցը, հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։
Հարգելի հայրենակիցներ, նույնտապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ տաղավարում իմ հյուրն է բնապահպան իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։ Պարոն Դուլգարյան, փաստորեն ժողովրդի ներգրավվածության մասին ենք խոսում։ Այս իշխանությունները համենայն դեպս մենք հիշում ենք ինչ կարգախոսներով եկան, հիմա նույն կարգախոսներով շարունակելու են նաեւ 26 թվականից արդեն այս կառավարումը հանքարդյունաբերության ոլորտում ասում եք, որ մի քանի օրենքներ են ընդհանրապես փոխվել, բայց էական ինչ որ դրական տեղաշարժ արձանագրվել է թե ոչ։ Ընդ որում խոսում եք նաև բնապահպանների նկատմամբ լինում են ճնշումներ, իրավական։ Ես պետք է քաղաքականություն իրականացնող մարմնի մասին ասեմ, այսինքն եթե տվյալ դեպքում մենք վերցնենք շրջակա միջավայրի նախարարությունը, մասնավորապես շրջակա միջավայրի ազդեցության գնահատման կենտրոն ՊՕԱԿ-ը, ամեն դեպքում մենք նախորդ տարիների եւ ներկա տարիների որոշումների կայացման տեսանկյունից տեսնում ենք ահագին փոփոխություններ։ Այսինքն գերատեսչությունը հաշվի առնում, ինչ ձևի լսումներ տեղի ունեցան, մարդիկ ինչ կարծիք, այս մասը բավականաչափ լավ է, իհարկե խնդիրներ կան նախկինում ընդունված որոշումների, կապակցությամբ հետ կապված, բայց գոնե այս առումով, այսինքն որպես քաղաքականություն իրականացնող եզրակացություն տվող մարմին, մենք տեսնում ենք միտումը վերջի տարիներին, որ նախարարությունը ինքը հաշվի է առնում տարբեր հանգամանքներ, մինչև դրական կամ բացասական եզրակացություն տալը։ Այդ կարևոր հանգամանք է, բայց որն է հանքարդյունաբերությունը Հայաստանում, հիմնականում պիտի ոնց զարգանա բանով հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ, որը մշակվել է, իդեպ այդ փաստաթղթի մշակումը համարում եմ խնդրահարույց, որովհետև թեև ինքը պետք է այսպես նեյտրալ մակարդակում ինքը մշակվել, մենք տեսնում ենք, որ փաստաթուղթը թեև մշակվել է, չգիտեմ, անկախ փորձագիտական կազմակերպության կողմից, բայց ներգրավված փորձագետները այս կամ այն ձև ներկայացնում են հանքարդյունաբերության ոլորտը, օրինակ, բայց քաղաքասարակություն փորձագիտական խմբի մեջ, ոնց որ որոնք որ չգիտեմ բնապահպաններ, իրավապաշտպաններ, ասենց անկախ փորձագետներ, իրենք կարծես թե չկային։ Եվ բնա դրա համար, երբ որ փաստաթուղթը մշակվում էր, բազմաթիվ խնդրահարույց դիսկուրսներ են եղել, եւ օրինակի համար մենք ասում ենք եկեք 5 տարի ընդհանրապես հանքարդյունաբերությամբ չզբաղվենք, այլ այն եղած հանքարդյունաբերությունը հասցնենք բարձր որակի ժամանակակից տեխնոլոգիաներ, թափոնակույտեր, պոչամբարներ, այդ բոլոր հարցերը լուծենք, նոր անցնենք հաջորդիվ մյուս քայլերի։ Այսինքն ինքը չի արտացոլում քաղաքասարակության կամ բնապահպանական համայնքի տեսակետները կամ կարծիքները, որոնք դե հավաքագրվում էին համայնքներից։ Օրինակ, շատ պարզ է, որ մենք պետք է ունենանք տնտեսական տարաջանման քաղաքականություն, հաշվարկներ, այս տարածաշրջանում մեր զարգացման, չգիտեմ, տեսլականը գտնվում է զբոսաշրջության, գյուղատնտեսության, կանաչ տնտեսությունների մեջ, այստեղ մենք չենք կարող, չգիտեմ, զբաղվել հանքարդյունաբերությամբ։ Դա պիտի լինի քաղաքականության մաս, դա պիտի արտացոլված լիներ նաև այդ ռազմավարության մեջ։ Այսինքն եթե վերցնեց բարելավումներ, մենք կարող ենք տեսնել, որ տեսչական մարմինը արձագանքում է արագ բնապահպանության, արձանագրում է խնդիրը, երբեմն քրեական գործեր են ասենք հարուցում, չգիտեմ, 1 տասնյակից ավելի քաղաքացիներ դուժող են ճանաչվել օրինակ գետի աղտոտման հետ կապված։ Մենք տարբեր բարելավումներ կարող ենք տեսնել, բայց բուն քաղաքականության առումով, այսինքն շատ խիստ, որ այնտեղ դրված լինի, վետոներ դրված լինեն, այնտեղ դրված լինեն սահմանափակումներ, որ չգիտեմ Ստեփանավանի տարածքում չի կարող հանքարդյունաբերություն լինի, որովհետև ինքը բարձր գոտիում գտնվող, ասենք, կենսաբազմազանության հարուստ տարածք է բազմաթիվ ջրային ռեսուրսներով, զբոսաշրջության զարգացման հեռանկարներով, այնտեղից գետեր են վտակառնում, ասենք, Դեբետ գետի վտակները, այսինքն մենք նման հիմնավորումներ, որ սենց փագենք, վետո դնենք, ասենք վերջ, այս տարածքում հնարավոր չի դա, չգիտեմ, գնացեք ուրիշ տեղ փնտրեք, կամ լուսնի վրա փնտրեք։
չունենք այդ քաղաքականությունը սահմանափակումները, դրա համար էլ գյուղացիները ամեն օր բախվում են այդ խնդիրների, որ պաշտպանում են ամենօրյա ռեժիմով իրենց ասենց ասած շրջակա միջավայրը։ Հիմա նոր լսումներ են նշանակված։ Փամբակ համայնքի, Փամբակ Դեբետ, Եղեգնուտ տարածքների անտարապատ, հա, շատ մեծ անտառներ ունեցող, հա, տարածքներում նոր հանքային դաշտերի, այսինքն հանքաձորի հանքային դաշտի ուսումնասիրման վերաբերյալ եւ դե նախ էլի հանրությունը տեղեկացված չի լայն առումով, այսինքն հեսա փորձում ենք հանրության տեղեկացնել եւ երկրորդը Դեպետը արդեն զբոսաշրջային կենտրոն է, այնտեղ նաեւ հա, եթե չեմ սխալվում, քոաֆն է գործում, այլ զբոսաշրջային կենտրոնը, Վահագնի զբոսաշրջային կենտրոնը դա, բոլորը զարգանում, Եղեգնուտը ուզում է այդ ուղղությամբ զարգանա, ամեն դեպքում, այսինքն այդ տարածքը պետք է ինչ-որ ձևով մեխանիզմներով պաշտպանված լիներ, իսկ տեղական այդ մեխանիզմները չեն պաշտպանում, որովհետև կամ հանրությունը չի իմանում հանրային լսումների մասին, կամ էլ երբեմն համայնքի հավաքանիները որոշում են կայացնում, որոնք չեն արտացոլում համայնքի բնակիչների կարծիքը, որովհետև եթե մենք վերցնենք ու ասենք մեր տեղական իշխանությունները բոլորը տնտեսական զարգացման առումով կամ չգիտեմ ռազմավարական զարգացման առումով իրենք բոլորը sense գրագետ մասնագետներ են կամ ունեն ներուժ այդպիսի մասնագետներ ներգրավել, դա այդքան էլ այդպես չէ։ Ի վերջո մեր մոտ տեղական իշխանությունները լրիվ քաղաքականացված են, այսինքն եթե նախկինում այդքան չեն միգուցե օրենքի տեսանկյունից եղել քաղաքականացված, որովհետև այն ժամանակ պարտադիր չէր որ կուսակցությունը մասնակցեր եւ ավականու մեջ երբեմն լինում էր քաղաքացիական ակտիվիստ օրինակի համար կամ չգիտեմ ֆերմեր, բնապահպան, որը քաղաքական կուսակցություններ ծառկախված չի, հիմա քաղաքական են բոլորը, այսինքն կան խմբակցություններ, յուրաքանչյուր քաղաքական նպատակահարմարությունից կամ շահից կամ չգիտեմ առաջնայնությունից ելնելով կարող է որոշում կայացնել, երբեմն ապակենտրոնացված, այսինքն ինքն է այդպես մտածում օրինակի համար, որ իմ համայնքի համար ճիշտ է այստեղ հանք ունենալն է օրինակ, եւ ժողովուրդը մնում է մեկուսացված մի կողմ։ Այս մեխանիզմներն ա, որ մենք պետք է հիմա համակարգված ձևով փորձենք առաջինը շրջակա միջավայրի ազդեցության գնահատման օրենքում համապատասխան փոփոխությունները պետք է բերվեն, տեղական իշխանությունների որոշում կայացնելու գործընթացում պետք է մտցվեն սահմանափակումներ, այսինքն ինքը պետք է լինի ոչ թե որոշում կայացնող այդ հարցերում, որ գիտեք, ես այսպես եմ ճիշտ գնում, ոչ, ինքը միայն կարող որոշում կայացնի լեգիտիմ քաղաքացիների արտահայտած կարծիքի հիման վրա, կամ չգիտեմ, համայնքում իրականացված 100%-անոց հարցումների հիման վրա։ Այսինքն դրա համար ինքը պետք է ունենա որոշման լեգիտիմությունը, պետք է խիստ սահմանափակել լիազորությունները, թե չէ այսպես տարբեր որոշումներում տեղական իշխանությունները յուրաքանչյուրը իր նպատակահարմարությունից ելնելով մի հատ որոշում կկայացնի, ժողովուրդն կմնա մի կողմում, հա, այսպես ասած։ Հարգելի հայրենակիցներն ու անտապանը կրկին եթերում է։ Պարոն Դուլգարյան, եթե փորձենք առաջի այս հատվածը ամփոփել, տիմերը, հանրային լսումները փոխկապակցված չեն աշխատում։ Այդպես է ստացվում։ Ում հետ։ Հանրության հետ, հանրային լսումներ ինչի համար են, որ լսվի եւ ժողովրդի կարծիքը։ Պետք է նշեմ, որ Հայաստանում բազմաթիվ համայնքներ կարող եմ նշել, Եղեգնաձոր, Բերդ, Լորիբերդ, ու էլ sense համայնքներ կարող եմ նշել տարբեր տարիների ընթացքում, որոնք որ իրենք են իրազեկել բնակչությանը, այսինքն տարբեր ձևաչափերով, հեռախոսային SMS-ներով, տարբեր տեղեր հայտարարություններ փակցնելով, Facebook-յան էջերով ռեպոստներ անելով, խմբերում բաժանելով, զանգելով համայնքի հեղինակավոր մարդկանց, որ գիտեք այսպիսի լսումներ ա, եկեք ձեր կարծիքը ասեք։ Դա ապակենտրոնացված մոտեցում է, այսինքն յուրաքանչյուր համայնք կապված թե այդ համայնքում այդ բային ով է համայնքապետ, ավականին կայացած չի համայնքներում, եւ ես նույնիսկ որոշ տեղեր միտում եմ տեսնում երբեմն, օրինակի համար մտածում եմ, որ օրինակ հեսա Վանաձոր համայնքը խոշորանալու է,
եւ օրինակ Փամբակ համայնքը միանալու է Վանաձորին։ Իմ մոտ եւ այլ քաղաքացիների մոտ տպավորություն է, որ այդ տարածքում, չգիտեմ, տեղական իշխանությունը գիտեն, որ հեսա միավորվելու է մեծ համայնքի հետ, մինչեւ միավորվելու ինչ հնարավոր է, հա, Իրենց ուզածով։ Հա, էլի ոնց որ տես տպավորություն է ամեն դեպքում, որովհետեւ Վանաձորը, թեև Վանաձորում համայնքի հավաքանի տարիների ընթացքում չի գործել, ամեն դեպքում մեծ համայնք է եւ այնտեղ ցանկացած որոշում ինքը հանրային առումով ավելի մեծ մասնակցություն կունենա եւ հանրության կարծիքը ավելի, այսպես ասած, ընկալելի կլինի, ավականին էլ միգուցե ավելի ազդեցիկ լինի, քան այն ավելի շատ փոքր գյուղական համայնքներում։ Ես հիշում եմ ժամանակ է եղել, երբ որ Քարաբերդում 19 կամ 20 թվականներ այնտեղ լսումներ էին կայանում էլի, երևի առաջի երկրորդ լսումներն էին այս վերջի, հա, տասնամյակում։ Եվ ես հիշում եմ Վանաձոր համայնքը, որը ներգրաված չէր ընդհանուր գործընթացում, կարծիք էր ուղարկել նախարարություն, որ ինքը բացասական է գտնում, որ Վանաձորի դեն դիմացը նոր հանքային տարածքներ, հա, շահագործել։ Այսինքն ինստիտուցիոնալ առումով այնտեղ ավելի մասնագետները ակտիվ են եւ այլն։ Այսինքն մենք ապակենտրոնացված մոտեցում ունենք այս պահին եւ քաղաքական մեխանիզմները մշակված, ներդրված, այնպիսին են, որ որտեղ ոնց ուզում են, ինչ ձևի ուզում են, կարողանում են օգտագործել։ Հիմա ժողովրդավարական գործընթացը Ստեփանավանում չեղավ, ինչ է կատարվում հիմա լսումներից հետո։ Ստորագրահավաք է ընթանում, հա։ Այսինքն մարդիկ դիմել են իրենց վերջին, այսպես ասած, օրենքով վերապահված հնարավորությանը։ Այսինքն ստորագրահավաքը Ստեփանավանցիների վերջին հույսն է։ Իրականում ստացվում է այսպես, բայց ես չեմ կարծում, որ Ստեփանավանցիք կկանգնեն, եթե օրինակի համար միայն այդ ստորագրահավաքով կամ եթե ասենք ես մի ուրիշ բան ասեմ, եթե շրջակա միջավայրի նախարարությունը այս ստորագրահավաքները ստանա ու այնտեղ արտահայտված ասենք օրինակ հաշվի չառնի, ակամա կստացվի, որ այն ոչ լեգիտիմ գործընթացը, որ այնտեղ եղել է, լեգիտիմացվում է այդ թվում, ասենք, ոլորտային քաղաքականություն իրականացնող մարմնի կողմից։ Ես կարծում եմ, որ այդ ստորագրահավաքը ամենակարևոր բաղադրիչն է այս ամբողջ պայքարի, որը հիմա կներկայացնի, որտեղ ինքը ոչ թե 1-10 անձի ալնելու, այլ ինքը ելնելու հարյուրավոր, հա, անձերի արտահայտած կարծիք։ Այսպիսի դեպքեր մենք շատ ենք ունեցել այս վերջի տարիներին, երբ որ համայնքները ստորագրահավաք են կազմակերպել եւ դա հաշվի առնվել կամ տեղական իշխանությունների կողմից կամ նախարարության կողմից։ Եղել է նաեւ հակառակը, այսինքն երբ որ օրինակ հատկապես տեղական մակարդակում ոչ թե ստորագրությունները, այլ արտահայտած կարծիքները հաշվի չեն առնվել։ Ես կարծում եմ, այո, դա շատ կարևոր գործընթաց է, որ հիմա իրականացնում են եւ դա պետք է որ հաշվի առնվի։ Այսինքն մենք նաեւ օրինակ գիտենք մարդկանց, ովքեր որ մտավախություն ունեն փաստաթղթի տակ ստորագրել, այսինքն ինձ ասում են, գիտեք, մարդիկ ասում են, որ չգիտեմ, հա, վախենում են ստորագրել, հա։ Չգիտեմ, մարդը միգուցե մանկապարտեզում աշխատում, միգուցե դպրոցում աշխատում, միգուցե չգիտեմ, այդ վախն էլ է մի քիչ ուղղչացված, որովհետև փորձելով, հա, հենց այս ոլորտում, այսինքն տարբեր այսպես ասած համայնքներում Հայաստանի շփվել մարդկանց հետ, մեծամասամբ այն մարդիկ, ովքեր որ դեմ են եղել, այսինքն արտահայտել են անկախ նրանից, թե որտեղ են իրենք տվյալ պահին աշխատել, այստեղ մենք վախը պետք է կապենք ուրեմն ոչ թե համակարգի հետ, այլ հենց տեղական մակարդակի հետ։ Այսինքն դա մոտեցում է, որը ուրեմն միգուցե, չգիտեմ, հա, մարդկանց մոտ մտահոգություն է առաջացնում։ Տեղական ինքնակառավարման մարմինը ես մեծ ջատագովն եմ եղել միշտ, որ ինքը լինի ինքնուրույն, ինքը չլինի կառավարության դրածոն կամ կառավարության հանձնարարությունները կատարող, որ ինքը որոշումներ կայացնի, բայց փաստորեն մենք բախվում ենք դրան, որ տեղական իշխանությունները օգտվելով այդ հանգամանքից, դա թեև մենք կարող ենք վերագրել, որ
կայունանում են, բայց վատ ուղղությամբ են կայունանում, հա, որպես տեղական ապակենտրոն կառույց։ Այսինքն մենք ուրեմն պիտի օրենքները խստացնենք, պիտի ուրեմն կախվածությունը ոչ թե տարածքային կառավարման նախարարությունից լինի, ես դրան դեմ եմ, որպեսզի ասեն գան եւ թիմին ասեն, օրինակ ինչ պիտի անես։ Այլ պետք է արկախված լինի տեղական իշխանությունը օրենքից եւ ժողովրդից։ Այսինքն առանց ժողովրդի այո, այդ մեխանիզմները մենք պետք է հիմա խստացնենք, որպեսզի նման դեպքեր տեղի չունենան։ Պարոն Դոլգարյան, տեսեք, ասում ենք մենք տակ մենք հասկանում ենք հանրությունը, հասկանում ենք ակտիվը, բնապահպանական ակտիվը, բնապահպանները։ Ոլորտի ներկայացուցիչները ձեզ մեղադրում են բնապահպաններին, որ դուք չունեք մասնագիտական գիտելիքներ եւ այն ինչի համար դուք պայքարում եք, դրանք ավելի շատ կեղծ, fake, այսպես ասած, թեզեր են։ Մենք հեռախոսազանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին, որից հետո ես իմ հարցը կշարունակեմ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք, քանի որ կապի հնարավորություն կա հիմա։ Լսում ենք ձեզ։ Տիկին Պետրոսյան, պարոն Դոլգարյան, այո, ողջունում եմ ձեզ հեռավոր Գլենդելից։ Պարոն Դոլգարյան, ես նկատեցի, որ այդ Ստեփանավանի ընկերությունը Սագամարը դա ռուսական կարծես կապերի ընկերություն է, ռուսական ծագումով, եւ անկեղծ ասած ողջունելի է ձեր պայքարը նրանցն է, որտեղ իմ եւ շատերի կարծիքով կարեւոր է, որ Հայաստանը ազատվի ռուսական տնտեսական այդ կախվածությունից եւ դեպի արևմուտք շարժվի արևմտյան կապիտալը գա, բայց դուք մի բան ասացիք եւ իմ հարցը դրա հետ է կապված։ Դուք ասացիք, որ թող լուսնի վրա ենթադրենք հանքային որևէ բան անեն կամ էլ վերջնական խոսքը պատկանում է տեղական համայնքին ըստ լեգիտիմության ընդհանրապես ժողովրդական պետություններում վերջնական խոսքը պատկանում է ժողովրդի կողմից ընտրված կենտրոնական իշխանությանը, քանի որ եթե նրանք որոշում են, որ ռազմավարական կարևորություն է որևէ բանը ողջ երկրի համար, այդ թվում Ստեփանավանցիների համար դա կարևոր է, Ստեփանավանցիների համար կարևոր է, որ Հայաստանը լինի հզոր եւ կայուն եւ լուսինը դրանից չի որևէ օգուտ ստանալու։ Կուզենայի իմանալ նախ ինչպես է ձեր վերաբերմունքը ենթադրենք արևմտյան կապիտալի ներդրմանը, մենք տեսանք Թեղուտը վերջերս ամերիկացիները վերցրեցին իրենց ձեռքը, Ամուրսանն է երկար ժամանակ փորձում աշխատել, ինչպես գիտեք, հիմա Հայաստանի հանքային այդ տարբեր մետաղները կարևորանում են Ամերիկայի արևմուտքի համար եւ դա լավ է Հայաստանի համար։ Կուզենայի իմանալ ինչ է ձեր վերաբերմունքը, որպեսզի արևմտյան կապիտալը գա եւ իհարկե հետեւելով բոլոր բնապահպանական օրենքներին եւ շարունակի դրա ներդրումը եւ ինչու ձեր կարծիքով պետք է ենթադրենք որևէ տեղական համայնք որոշի թե Հայաստանի ապագան, Հայաստանի ռազմավարական ապագան ինչպես պետք է ընթանա։ Արևմտյան կապիտալի հետ ձեր վերաբերմունքը եւ տեղական համայնքի վերջնական այդ խոսքը։ Խնդրեմ։ Շնորհակալ ենք զանգի համար։ Շնորհակալություն հարցի համար։ Ուրեմն տարիների ընթացքում Հայաստանի բնապահպաններին ուրեմն թիրախավորել են ըստ իրավիճակի ոնց պետք է եղել։ Հիմա էլ են ասում։ Երբ որ պայքարել են օրինակ շրջակա միջավայրի համար եւ եթե այդ հետևում եղել է ռուսական կապիտալ, ապա ասել են սրանք արևմտամետ արևմուտքից ուղարկած բնապահպաններ են։ Այդ նույն բնապահպանները հետո պայքարել են մեկ այլ մաքուր միջավայր ունեցող տարածքի համար, որտեղ արևմտյան կապիտալ է եղել, ասել են սրանք ռուսամետ ուժեր են, այսինքն որ եթե պայքարում են նրա դեմ, երբեմն նաև ասել են սրանք ադրբեջանամետ ուժեր են, այսինքն բնապահպանը, իրական բնապահպանը մտածում է պետության համար, այլ ոչ կապիտալի, ես ինքս եվրոպական արժեքներ կրող անձնավորություն եմ եւ ջատագով ու կողմնակիցն եմ Հայաստանը հնարավորին շուտ եվրոինտեգրման ճանապարհով գնա, բայց իրական, բնապահպանի կամ իրավապաշտպանի համար ինքը պետք է ամենաբարձր կետում լինի հենց բնապահպանական սոցիալական արդարությունը անկախ տվյալ կապիտալի ծագման։ Ինչ վերաբերվում է այն հարցին, որ ինչու պետք է որոշի ժողովուրդը, որովհետև Հայաստանի ընդերքի, սեփականատերը պետությունն է, իսկ պետությունը ով է ձևավորում ժողովուրդը, ասեմ ավելին։
Հայաստանի սահմանադրության մեջ անհրաժեշտ է գրել, որ Հայաստանի անդերքի սեփականատերը ժողովուրդն է եւ ժողովուրդը պետքա որոշումներ կայացնի, հատկապես Հայաստանում խոսքը մեր սիրելի հայրենակցին, խոսքը մի Ստեփանավանի կամ մի, չգիտեմ, այլ հանքի մասին չէ։ Հայաստանում ամեն տարի տասնյակներ, ասենք, երբեմն 2 տասնյակ տարածքներում փորձում են նոր պաշարներ որոնել կամ նոր հանքեր բացել։ Ու դուք պատկերացնում եք այդ բոլոր դեպքերում, ձեր ներկայացրած մոտեցմամբ պետությունը, ասենք, թե որոշի։ Հատկապես պետք է նշենք, որ փոքր տարածքներում, գյուղական փոքր տարածքներում բազմաթիվ փոքր հանքավայրեր են, բացվում։ Օրինակ հիմա կամ ձգտում բացել Մղարդի ոսկու հանքավայրը, որը կա, փոքրիկ հանքավայրը անմիջապես գյուղի հարևանությամբ։ Հիմա ասենք այդ գյուղը այդ հանքավայրից թե օգուտ է ստացել, օգուտ չի ստացել, կարող եմ ասել հենց գյուղացիները տենց մեծ օգուտներ չեն ստացել վստահաբար, բայց թե անմիջապես հանքավայրը գտնվում է բաց ձևաչափով գյուղատնտեսական նշանակության հողերի առաջ, եւ երբ որ դուք ասում եք այս ժամանակակից տեխնոլոգիաներով պետք է, օրինակ, եթե կարող են բացել ժամանակակից տեխնոլոգիաներով, ստանդարտներով, մեր պայքարը հենց դրանում է։ Չպետք է հանքը բացես, նոր մտածես ժամանակակից տեխնոլոգիաների եւ բնապահպանական օրենսդրության մասին, պիտի դաշտը համապատասխանեցնես դրան, նոր բացես։ Այսինքն ամբողջ մեր խնդիրը հիմա անհամաձայնության դրա մեջ է, ասում ենք եկեք օրենսդրությունները բարելավենք, տեխնոլոգիաները բարելավենք եւ նոր մտածենք նոր հանքերի բացման կամ չբացման մասին։ Դերկադիտողի հարցի տակ կար նաև հետևյալ ենթատեքստը, որ սա հնարավորություն է նաև ռուսական փաստորեն կապիտալին մերժում։ Ես իմ խոսքի մեջ նշեցի, ձեզ համար կարևոր չէ։ Իմ խոսքի մեջ նշեցի, որ ես հիմա երբ որ օրինակի համար, չգիտեմ, Թեղուտի սեփականատերները փոխվել են, ինձ համար կարևոր է այս պահին, որպեսզի Թեղուտում սոցիալական արդարության խնդիրները իրենք ավելի բարձր մակարդակի լինեն, քան նախկինում եղել է։ Այսինքն ինչ պետք է լինի։ Բնապահպանական վերահսկողությունը ավելի ուժեղանա Թեղուտում, բնակավայրում համայնքում ստեղծեն այլընտրանքային զարգացման մոդելներ, որպեսզի քաղաքացիները կարողանան բացի հանքարդյունաբերությունից այլ արդյունաբերությամբ զբաղվել եւ որոշումների կայացումը, թե ինչի վրա պետք է այդ համայնքում գումարը ծախսվի, ժողովրդի հետ համաձայնեցված լինի սոցիալական արդարության տեսանկյունից։ Եթե այդքանը չլինի, էլ ինչ կապ ունի թե ով է սեփականատերը։ Այսինքն սպասելիքները շատ բարձր են եւ այդպիսին են, որ պետք է այդ ամեն ինչը բարելավի, բայց եթե մենք խոսում ենք Ստեփանավանի մասին, ապա անկախ նրանից թե ինչ կապիտալ է, եթե Ստեփանավանը ինքը առողջարանային զբոսաշրջային գյուղ է, կապ չունի կապիտալը, մարդիկ ուզում են ապրել մաքուր առողջ շրջակա միջավայրում։ Հարգելի հայրենակիցներն ու Անտապանը կրկին եթերում է։ Պարոն Դուլգարյան, փաստորեն Ստեփանավանի ստորագրահավաքի հետ կապված կհետևենք մենք իրադարձություններին, կտեսնենք նախարարությունը ինչպիսի քայլերի է գնում եւ իմ հարցը կիսատ մնաց, բնապահպաններով դուք մասնագետներ չեք, ավելորդ ինչ-որ լարվածություն եք ստեղծում, սա ձեր PR-ի համար է, մի խոսքով հանքարդյունաբերության ներկայացուցիչների համար դուք այսպես ասած ոչ թե ժողովրդին եւ իրենց համախմբում եք կամ ինչ-որ խորհրդատվություն դրական տեղաշարժ է կատարում, այլ հակառակը։ Դուք կոնֆլիկտներ եք ստեղծում։ Սա պրոպագանդայի միջոցով ստեղծված կեղծ նարատիվ է, որովհետեւ այո, ես մասնագետ չեմ, ես իրավապաշտպան եմ առաջերտին, տարիների ընթացքում ինձ սկսել են ասոցացնել բնապահպանի կամ բնապահպանության հետ, ինքս ինձ համարում եմ սենց շրջակա միջավայրը պետք է լավը լինի, որ մարդը լավ ապրի, սինթեզի մեջ եմ տեսնում շրջակա միջավայր, մարդ մի ամբողջության մեջ, եւ դա առաջերտին արժեք է, դա սկզբունք է եւ դա պարզ հաշվարկներ են, որոնք իրականացրել են մասնագետները։ Այսինքն բնապահպանը ինքը իրավապաշտպան է, բնության պաշտպան է, բնապաշտպան է, էկոլոգ չի,
Էկոլոգը նեղ մասնագիտություն է, որը մարդ գնում է, ստանում է, եւ էկոլոգները շատ հաճախ չեն զբաղվում շրջակա միջավայրի պաշտպանությամբ։ Իրենք վերլուծություններ իրականացնող են կամ մեղմացնող են, իրենց առաջարկություններն են մշակում։ Դրա համար յուրաքանչյուր հանքարդյունաբերական ընկերություն ունի էկոլոգ։ Եվ էկոլոգներ են աշխատում նաև քաղաքականություն մշակող կազմակերպություններում, օրինակ ինչպիսին կարող է լինել շրջակա միջավայրի նախարարությունը կամ ինչպիսին կարող է լինել բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը։ Դա կեղծ նարատիվ է, բնապահպանը ինքը բնապաշտպան է, իսկ այն ինչի համար ինքը պայքարում է, դրա մասին էկոլոգները գրել են, դրա մասին համաշխարհային առողջապահական կազմակերպությունն է ասում։ Այսինքն թեմաները դուք ինքներդ ձեզանից չեք Ոչ, այսինքն եթե մենք խոսում ենք, ես ասում եմ ոլորտի մասնագետները բնակիչներից էլ են շատ կեղծ նարատիվ է, որպեսզի այնպես ձևավորեն, որ օրինակ չգիտեմ, համայնքի բնակչի մոտ ձեզ ասպարեզից հանելու խոսքը օրինակ լսելի չլինի, ես օրինակ կամ մյուսը ինքը կան համաշխարհային առողջապահական կազմակերպությունը, որը ռիսկեր է գնահատում, կա, չգիտեմ, կայուն զարգացման նպատակները ՄԱԿ-ի ձևավորված։ Ի վերջո մասնագետները այդ ամենը վաղուց ասել են։ Եթե ասենք, չգիտեմ, հանքի շահագործումը չստեղծեր ռիսկեր առողջապահության համար, ապա երկրում շրջակա միջավայրի ազդեցության գնահատման օրենք չէր լինի։ Այսինքն խոսում ենք պարզ բաներից, որը ապացուցված է, ասեմ ավելին, հանձնարարված է պետության կողմից, եւ հղումը դրա վրա է կատարվում, այսինքն այնտեղ ինչ որ նեղ մասնագիտական բաներ, քանի մետր պետք է հեռու լինի, չգիտեմ, ինչքան փոշի է արտահանվելու եւ այլն, դրան խիստ չափորոշիչային էլեմենտներ են, որոնք որ բան են, բա երբ որ օրինակի համար ես մասնագետներին հարց եմ տալիս, ոչ մասնագետ լինելով մասնագիտական հարց եմ տալիս, ասում եմ, գիտեք ինչ, Ժողովուրդ ջան, բա մեր Հայաստանի Հանրապետության չափորոշիչներով 1 կիլոգրամ հողի մեջ էսա թույլատրելի շեմը, օրինակ մկնդեղի, բա ինչու է այստեղ շատ, ասում եմ, այդ երևի բնական ֆոնից է, այսինքն պետական չափորոշիչը հեչ, բնական ֆոնն է, այսինքն մասնագիտական հարց եմ տալիս, իրանք շրջանցում են, վերագրում են բնական ֆոնի, դա կապ չունի, դա կեղծ նարատիվ է, բնապահպանը, էկոակտիվիստը ինքը էկոլոգ չի եւ ինքը պետք չի որ լինի էկոլոգ, որովհետեւ էկոլոգներ կան եւ էկոլոգներն ու բժիշկները դրա մասին այդ ամեն ինչի մասին արդեն խոսել են, խոսում են եւ ապացուցված է այդ թվում միջազգային տարբեր եզրակացություններով։ Պարոն Դուլգարյան, մեր ժամանակը մոտենում է ավարտին եւ դուք ասացիք փամբակ դե պետ Եղեգնուտ։ Երբ է լինելու լսումները։ Օգոստոսի 11-ին են նախատեսված լսումները, ես պետք է հիշեցնեմ, ես ինքս սպասում եմ, որպեսզի հանրությունը տեղեկացվի, այսինքն տեսնեմ ոնց է աշխատում տեղական իրազեկման մեխանիզմը։ Գրեթե 0 աշխատանք, այսինքն այնտեղ կայքում դրեցինք, Facebook-ում հրապարակեցինք, բայց մեծ հաշվով հանրության լայն մասը իրազեկված չի, ես այսօր ազդարարեցի, որ այդպիսի բան է, լինելու, դա օգոստոսի 11-ին է լինելու, ես պետք է հիշեցնեմ, որ այդ տարածքներում դերևս 2021 թվականին այդ տարածքներին գումարած նաև Մարգահովիտ բնակավայրը փորձեր էին կատարում նոր լսումներ կազմակերպել էլի երկրաբանական ուսումնասիրությունների համար այդ համայնքի բնակիչները եւ այլ համայնքներից ժամանած ակտիվ քաղաքացիները բոլոր 4 բնակավայրերում այնտեղ թույլ չտվեցին, որպեսզի լսումները կայանան։ Այսինքն այն ժամանակ կարծես թե պետքա դա լիներ արդեն չափանիշ, բայց չէ։ Նորից գալիս են։ Պարոն Դուլգարյան, եւս մեկ անգամ հիշեցնենք օգոստոսի 11-ին Փամբակ դե պետ Եղեգնուտ այս տարածաշրջանի հետ կապված լինելու են լսումներ, այնպես որ նորից կհետևենք, եթե պետք է լինի նորից արտահերտ մենք կհանդիպենք։ Մեր ժամանակը մոտեցավ ավարտել։ Շնորհակալություն։ Հարգելի բարեկամներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։